Մարդիկ կամավորաբար եկել են ամենայոց կաթողիկոսին դիմավոր են եւ դա ընդամենը փաստ է, որ կարծում եմ ինքնին խոսում փաստ է։ Դուք կարծում եք իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանել կազմում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք գոնե մեկ անգամ Աստվածաշունչ են կարդացել, հավատում են Աստծուն, այդ չափանիշների տեղյակ են, աղոթում են ամեն օր։ Դե պատարակի մասնակցելու մասին։ Դժվարանում եմ որևէ մեկնաբանություն անել, կարծում եմ մեկնաբանությունները ինքներդ էլ հետևություններ Եկեղեցու ներսում կան բարձրաստիճան սրբազաններ, ովքեր վեհապարին դեմ են։ Օրինակ Վազգեն Միրզախանյանի մասին եմ Իհարկե ոչ։ Վազգեն Միրզախանյանը միանշանակ ընդունում է կաթողիկոսին։ Իհարկե։ Մասնակցել է վերջին հոգևոր խորհրդի նիստին։ Դե դրանով ենք մենք պայմանավորում ընդունում թե ոչ։ Չէ, Փաշինյանի կողմից հարցերին պատասխանել կան թե չկան։ Բացառում եք, որ հոգևորականներից կմասնակցեն Փաշինյանի հանձնաժողովին։ Ես ձեզ ասեմ, մենք ինքներս բազմաթիվ հարցեր ունենք եւ այդ հարցերը պատասխաններ չեն ստացել։ Ասում է անհերքելի փաստեր ունի, որ վեհապարը զավակ ունի։ Մենք հիմա դուք եք տրվում այդ հարցադրումները։ Ես հարցնում եմ իր Մի հարցրեք, ուրեմն ես խնդրում եմ այն հարցադրումները, որոնք որ դուք խելամիտ չեք համարում, այդ հարցադրումները մի տարածեք։ Աննա Հակոբյանը խոսում է մանկապիղծ հոգևորականների մասին։ Այդ հարցերին բազմաթիվ անգամներ արձագանքներ եղել են։ Դա քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ, եթե նման տեղեկություն կա, կարող են դիմել համապատասխան մարմինների։ Ամբողջի միջոցով կաթողիկոսին հեռացնել հնարավոր կլինի։ Գիտեք, բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց ես կարծում եմ, որ մենք ապրում ենք, չէ, քաղաքակիրթ երկրում ենք, չէ, ապրում։ Բայց վերջին շրջանում այլ բան է։ Կամավորները ասում են, բոլոր սցենարները ընդունելի են ըստ էության։ Հատկապես քաղաքացիական բախումներ։ Գիտեք, մարդիկ լինում են իմ կարծիքով 3 տեսակ։ Առաջինը, որ ասում են ճիշտ, երկրորդը, որ ասում են սուտ, եւ երրորդը, որ ինչ ուզում են ասում են։ Հիմա ինչ ուզող ասող մարդիկ հավանաբար շատ կան։ Ինչ ուզեն կասեն։ Ինչու են պատերազմ հայտարարել եկեղեցու։